Բարև ընկերներ, Սեդան կարող է մի փոքր սխալ հասկացված զգալ, քանի որ Սեդան խաղաղություն չի գտնի մինչև Հարութի հետ չխոսի։ Նա, հավանաբար, զանգահարել է Հարութին և ասել, որ պատրաստ է լսել նրան, քանի որ Սեդան ուզում է նրան հնարավորություն տալ, սակայն, երբ Հարութը գնում է Սեդային տեսնելու, նա զգում է, որ Սեդան տանը չէ։ Սա Հարութին հանգեցրել է այն մտքին, որ նա պարզապես խոսել է Սեդայի հետ, սակայն Հարութը հետագայում իմանում է, որ ինչ, որ մեկը փորձում էր խանգարել իրեն խոսել Սեդայի հետ, Հարութը, այնուամենայնիվ, հասնում է նրան և ասում. «Սեդա, դու պետք է հավատաս այն ամենին, ինչ ես պատրաստվում եմ ասել քեզ, քանի որ դա իմ մեղքը չէ»։ Երբ Հարութը նրան ամեն ինչ պատմի, Սեդան կհասկանա, որ Հարութը մեղավոր չէ։ Սեդան ներում է նրան։ Սեդան կասի. «Հարութ, դու ճշմարտությունն ասացիր, այնպես որ ես ուրախ եմ, բայց մենք պետք է պարզենք. ինչպես է այս ամենը պատահել», որից հետո Հարութն ասում է, որ դա, հավանաբար, արել է նույն մարդը, ով փորձել է ինձ թակարդը գցել։